Երեխաները ոչ միայն ընտանիքի հայելին են, այլ նաև ընտանիքի արդյունքը։ Մեկ ապտակը չի համարվում որպես հանցագործություն։ Հանցագործություն է սկսվում երկու հարված հասցնելը, մեզ էլ են ծեծել, մենք էլ ենք այդ ծեծով դաստիարակվել, խիվատ ենք դաստիարակվել, ասում դուք հիմա համեմատում եք ձեզ անհայտի հետ, որովհետև դուք չգիտեիք, թե ինչ կմեծանա, եթե ձեզ չծեծեին եւ ձեր թևերը չկոտրեին ժամանակին։ Մենք եղել ենք փոքր, երեխան մեծ չի եղել, հետևաբար մենք պետք է հասկանանք երեխային, այլ ոչ թե երեխան մեզ։ Երեխան, որը ականատես է բռնության, ինքը համարվում է բռնության ենթարկված անձ, որովհետև տրավման, որը ինքը ստանում է այդ տեսարանից, նույնն է, ինչ որ տրավման, որ կստանար իրեն հարվածներ հասնելուց։ Մենք անընդհատ օրինակներում ասում ենք ամուսինը ծեծի ենթարկեց կնոջը, հակառակը լինում է հայկական իրականում։ Այո, մենք ունենք անգամ նաև մեղադրական դատավճիռներ եւ ունենք նաև հաշվառված կանայք, ովքեր որ բռնություն են գործադրել իրենց ամուսինների նկատմամբ։ Հոգեբանական բռնություն թե ֆիզիկ։ Ներառյալ նաև ֆիզիկական։ Ծեծում են ամուսին, Այո, իսկ ինչու եք զարմանում։ որ կարողանում են։ Ողջույն։ Ասում են, որ երեխան ընտանիքի հայելին է, իսկապես այդպես է, սակայն երբեմն մենք տեսնում ենք դեպքեր, երբ զարմանում ենք երեխան այսպիսի ընտանիքից եւ այսպիսի պահվածք, այսպիսի կենսագրություն, ինչու է այդպես։ Այսօր խոսելու ենք երեխաների դաստիարակության նշփությունների մասին եւ ամենակարևորը, խոսելու ենք այն մասին, թե ինչ չի կարելի անել երեխայի հանդեպ։ Սակայն նախքան իմ հյուրին ներկայացնել, ուզում եմ ձեզ հիշեցնեմ բաժանորդագրվելու մասին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ես ձեզ կսպասեմ նաև մեկնաբանությունների բաժնում։ Ինչպես նաև կարող եք մեզ գտնել սոցիալական այլ հարթակներում, դրանք Instagram, TikTok եւ Facebook-ն են։ Եվ այսպես այսօր խոսելու եմ Դավիթ Թումասյանի հետ, երեխաների պաշտպանության փորձագետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, երեխայի հանդեպ ագրեսիան, որը նա միջավայրին է փոխանցում, հենց այնպես չի լինում։ Որպես կանոն, ելնելով ձեր փորձից, որ երեխաների մեջ է լինում ագրեսիա։ Ինչից է դրդապատճառը առաջացման դրա։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք երեխաների մասին, երեխաները ոչ միայն ընտանիքի հայելին են, այլ նաև ընտանիքի արդյունքը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ երեխան բոլոր դեպքերում կրկնօրինակում է այն վարքագիծը, որը տեսնում է ընտանիքում, որը առկա է ծնողների մոտ, եւ մենք երեխաներին պետք է դաստիարակենք մեր օրինակով։ Այսինքն ինչ օրինակ ցույց տանք երեխային, այդ օրինակն էլ մենք տեսնել ենք։ Եվ շատ հաճախ, երբ որ խոսում են օրինակ բռնության մասին, որովհետեւ ցավոք սրտի որոշ ծնողներ կիրառում են ֆիզիկական մարմնական պատիժը որպես երեխայի դաստիարակության մեթոդ, այդ մեթոդը տեսնելուց հետո երեխան դա անցալում է որպես նորմալ երևույթ։ Եվ հետագայում ինքն է սկսում վերարտադրել այդ բռնությունը թե իր ընտանիքում, թե բակում, թե դպրոցում, թե տարբեր այլ միջավայրներում եւ ինքը ուղեկցում է այդ անձին տարիներ շարունակ։ Այդ իսկ պատճառով, երբ որ մենք խոսում ենք երեխաների ճիշտ դաստիարակության եւ այդ երեխաների խնամքը ճիշտ կազմակերպելու մասին, դա նշանակում է, որ պետք է լինի առանց բռնության միջավայր։ Եվ երեխաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում ինքը պետք է լինի արգելված։ Նոր ընդունված օրենքի շրջանակներում մենք արդեն քննարկման առարկա ենք դարձրել երեխայի նկատմամբ բռնության բոլոր տեսակները, որտեղ նշվում է, որ բռնությունը կարող է լինել երեխայի նկատմամբ թե սեռական, թե ֆիզիկական, թե հոգեբանական, թե տնտեսական, ինչպես նաև անտեսման տեսքով։ Ավելին նշվել են մասնավոր դրսևորումներ, որոնք որ ցավոք սրտի նորից շատ տարածված են։ Դա ֆիզիկական կամ մարմնական պատիժն է, դա երեխայի բուլինգն է եւ երեխայի շահագործումը։ Իրենք լինելով ամենադաժան մասնավոր դրսևորումներ, անջնջելի հետք են թողում թե երեխայի հոգեբանության վրա, թե նրա արժեհամակարգի, թե նաեւ նրա ֆիզիկական առօրյայի վրա։ Պարոն Թումասյան, նախկինում մինչև վերջերս բուլինգը չէր նախատեսում, որևէ օրենսդրական կարգավորում բուլինգը չուներ։ Եվ վերջերս այդ օրենքը ընդունվեց, ես ուրախ եմ, որ օրենքի հեղինակը հենց դուք եք։ Շնորհակալություն, լինելով օրենքի համահեղինակ, մենք ամբողջությամբ գրեցինք նոր երեխայի իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին օրենքը, որտեղ առանձնացրեցինք առանձին հոդված սահմանումների վերաբերյալ։ Եվ հիմնական սահմանումները, որոնք որ կիրառվում են օրենքում, որոնք որ անհրաժեշտ են նաև այլ օրենքներում եւ իրավական այլ ակտերում կիրառելու համար, մենք այնտեղ սահմանեցինք թե երեխայի նկատմամբ բռնությունը, թե երեխայի բուլինգը, խնամքի հասկացությունները, խնամքի հաստատությունները եւ այլն։ Այսինքն այդ բոլոր տերմինները կա։ Բուլինգը այս իրավիճակում մենք դիտարկում ենք որպես բացասական ազդեցություն երեխայի վրա,
որը իրականացվում է պարբերաբար, այսինքն սա պարտադիր հատկանիշ է, այսինքն միանվագ կատարվող գործողությունը չի կարող դիտվել որպես բուլինգ եւ այն պետք է իրականացվի դիտավորությամբ։ Այսինքն եթե ինչ-որ մի տհաճ կամ անհարմար կամ վիրավորական վարքագիծ դրսևորվում է անզգուշությամբ կամ չէին ցանկանում երեխային մոտ նման, այո, դա բուլինգի հասկացության մեջ չի մտնում։ Իհարկե բուլինգի պարագայում պարտադիր նախապատմություն կա, որ երեխային թիրախավորում են ելնելով նրանից, որ ինքը ունի խոցելիություն, անօգնականություն, որոշ Իսկ խոցելիությունը մտածածին կարող է իհարկե, այսինքն ինչ որ մի հատկանիշով նրան առանձնացնելով, նրան խոցելի դարձնելով սկսվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից այդ բուլինգի իրականացումը։ Պարոն Թոմասյան, օրենքի ընդունումից հետո արդյոք նաև պատիժն է նախատեսվում եւ որն է այդ նախատեսված պատիժը մեծահասակի կամ երեխայի հանդեպ, օրինակ տարրական օրինակ բերեմ, ինչի մասին հաճախ ենք լսում, որևէ կրթական համալիրում ուսուցչի կողմից որևէ սանի թիրախավորում, այս պարագայում ինչ է նախատեսում օրենքը։ Այդ բուլինգը կարող է դրսևորվել թե ֆիզիկական, թե հոգեբանական բռնություն գործադրելով։ Ֆիզիկական բռնության դրսևորումների մեծամասնությունը արդեն իսկ քրեորեն պատժելի է եւ անկախ նրանից դա իրականացվում է չափահասի կողմից թե անչափահասի կողմից, դրանք ունեն ամրագրված տարբեր հոդվածներով։ Իհարկե, օրինակ մեր մոտ մեկ ապտակը չի համարվում որպես հանցագործություն։ Հանցագործություն է սկսվում երկու հարված հասցնելը եւ դրանից ավել հարվածների առկայությունը եւ այդ պատասխանատվությունը նախատեսված է 195-րդ հոդվածում։ Իհարկե, եթե դա կատարվում է այնպիսի անձի կողմից, որի վրա դրված է երեխայի խնամքի դաստիարակության պարտականությունը, ինքը ավելի խիստ է պատժվում, քան եթե դա իրականացվի մեկ այլ անձի կողմից եւ նման մոտեցումը կհամարյա բոլոր բռնի հանցագործությունների դեպքում։ Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվության տարիքին, ապա մեր մոտ քրեական պատասխանատվության ենթարկվում են 16 տարեկանից, որոշ հանցագործությունների դեպքում 14։ Դա նշանակում է, որ եթե բռնությունը գործադրվել է մինչև 14 տարեկան երեխայի կողմից, ապա որևիցե պատասխանատվության հարց այդտեղ չեն կարող բարձրացնել, այդ երեխայի վրա միակ ազդեցության մեթոդը դա լինելու է համապատասխան հոգեբանական աշխատանք կատարել, բացատրական գործողություններ կատարել եւ եթե մենք ունենանք այնտեղ զուտ տարիքից ելնելով պատասխանատվության չենթարկելու հիմք, անձը կհաշվառվի նաև ոստիկանությունում եւ նրա հետ կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Իսկ եթե մեծահասակն է երեխայի հանդեպ օգտագործում բուլինգ, տվյալ պարագայում միանշանակ դա բերելու է որոշակի իրավական հետևանքների, կախված թե բուլինգի որ դրսևորումն է կիրառվել երեխայի նկատմամբ, սկսված կարգապահական պատասխանատվությունից մինչև քրեական պատասխանատվություն։ քրեականի պարագայում ինչ է նախատեսված, ազատազրկում, թե ինչ։ Կախված նրանից, թե ինչով է արտահայտվել, օրինակ եթե դա արտահայտվել է առողջությանը տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառելու, միանշանակ այնտեղ ազատազրկում պատժատեսակը կա։ Եթե դա եղել է զուտ ուժեղ ֆիզիկական ցավ կամ ուժեղ հոգեկան տառապանք պատճառել է, այնտեղ մի փոքր այլ պատժատեսակներ կան, ներառյալ նաև ազատազրկման հետ չկապված, բայց ինքը շատ խիստ հոդված է, 196 հոդվածը քրեական օրենսգրքի, դրա համար շատ տարբերակներ կան, այսինքն ամեն մի դեպքի շրջանակներում կախված նրանից, թե ինչ գործողություն է կատարվել, ինչ հետևանք է առաջացել այդ իրավիճակում, որակումը լինելու է տարբեր։ Հարուցված քրեական գործեր այս հոդվածով արդեն կան։ Կոնկրետ բուլինգ հոդված մենք չունենք, դա այդպես ասած հավաքական հասկացություն է քրեական օրենսգրքի մասով եւ չի բացառվում, որ որոշ դրվագների պարագայում այո կլինեն։ Եվ արդեն այստեղ հետևողական պետք է լինի ընտանիքը, հետևողական պետք է լինի դպրոցը կամ այլ հաստատությունները, որոնք որ աշխատում է երեխայի հետ։ Ցավոք սրտի ընտանեկան բռնության պարագայում, երբ որ մասնավորապես երեխայի նկատմամբ բռնությունը կիրառվում է որպես դաստիարակության մեթոդ, այդ դեպքերի մասին չեմ բարձրաձայնվում, որովհետև եթե այդ ընտանիքում երեխային ծեծելով դաստիարակելը համընդհանուր ընդունելի տարբերակ է, այսինքն եւ հայրը եւ մայրը եւ տատիկը եւ պապիկը բոլորը դա անցալում են որպես նորմալ երևույթ, տրամաբանական է այդ դեպքի մասին որևիցե մեկը չի բարձրաձայնում, որևիցե մեկը հաղորդում չի ներկայացնում եւ երեխան ընդունում է այդ փաստը։ Երբ որ հետագայում լինի կոնֆլիկտ չափահասների միջև, օրինակ ամուսնալուծություն, այդ ժամանակ նոր սկսում են հիշել, իհարկե, եւ սկսում են շահարկել դա երեխային սարքելով որպես գործիք։ Շատ ծնողներ, մասնավորապես մայրիկները, երբ այլ ծնողներ կամ ուսուցիչը կամ հարևանը ասում է, գիտես, քո երեխան շատ հայհոյախառն բառապաշար ունի, իմ երեխայի հանդեպ անընդհատ ագրեսիա է դրսևորում, հարվածում են, զարմանքի դեմք է ընդունում եւ ասում, մեր տանը նման բան չկա, տեսնես որտեղ է տեսել, որտեղ է սովորել, հավանաբար սա համացանցի ազդեցությունն է, հնարավոր է երեխայի մեջ ծնվի, առաջանա ագրեսիա, եթե ընտանիքում խաղաղ է ամեն բան։
Նայեք, ամեն ինչը կախված է նրանից, թե ինչ ենք մենք հասկանում խաղաղ ասել։ Կարող է իրոք ընտանիքում չկան որևիցե կոնֆլիկտներ, բայց այդ ընտանիքում հեռուստացույցով բարբերաբար ցույց են տալիս եւ նայում են սարսափ ֆիլմեր, տարբեր, չգիտեմ, մարտաֆիլմեր, հայհոյախառն բառապաշարով եւ այլ նմանատիպ վարքագծով եւ երեխան կամա թե ակամա դա նայում է։ Եվ ինչպես ես ամենասկզբից ասացի, երեխան սովորում է տեսնելով, այսինքն օրինակը իր համար դա սովորելու լավագույն մեթոդներից մեկն է։ Եվ եթե ինքը տեսնում է այդ ամեն ինչը, ավելին ինքը ասոցիատիվ կարող է հիշել, որ իրավիճակում էր այդ ֆիլմի հերոսը հայհոյում, ինչին ի պատասխան էր նա նման վարքագիծ դրսևորում եւ նա այդ նույն վարքագիծը կրկնի մեկ այլ օրինակում կոպիտ ասած շատ տեղինել այդ բառերը ասի եւ մյուսների մոտ տպավորություն ստեղծվի, որ ինքը գիտակցում է ինչի համար է ասում, որն է եղել դրա պատճառը եւ այստեղ շատ կարեւոր է, որ երեխային այդ բացասական տեղեկատվությունը կամ այն տեղեկատվությունը, որը իր տարիքին եւ զարգացման մակարդակին համապատասխան չէ, որևիցե ձևով չտրամադրվի։ Երկրորդ գործոնը, որ կարող է ընտանիքում նման երևույթ չլինի, բայց երեխան կիրառի նման վարքագիծ, դա մանկապարտեզն է։ Նախակրթական հաստատություններում երեխաները շփվում են իրենց հասակակիցների հետ։ Եվ քանի որ բոլորը գալիս են տարբեր ընտանիքներից, յուրաքանչյուրը իր ընտանիքի միկրոսոցիալական Իր բարքերի հետ իհարկե հատկանիշներ բերում է իր հետ։ Եվ այդ միկրոսոցիալական միջավայրը սկսում է ազդել նաև մյուսների վրա։ Մեկը դա կիրառում է, բոլորը սկսում են դրա մասին խոսել կամ դաստիարակները նկատողություն են անում, երեխաների մոտ միշտ գործում է այդ կանոնը, որ արգելված պտուղը քաղցր է, հետաքրքրություն է առաջանում եւ նրանք սկսում են այդ բառից կարճել եւ երեխան դա կրկնի։ Ինչ վերաբերում է բռնություններին, ապա այստեղ լրիվ այլ պատկեր է։ Եթե ընտանիքում չկա բռնություն, տրամաբանական է երեխան չգիտի այդ բռնությունը գործադրելու անհրաժեշտությունը եւ չէր գիտակցում երբ պետք է կիրառի կամ ինչ պայմաններում։ Բայց եթե ընտանիքում առկա է ուժի եւ իշխանության տեսանկյունից բոլոր հարցերի լուծումը, երեխայի մոտ ձևավորում է կարծրատիպային մոդել, որ ուժը միշտ ծնում է ճշմարտություն եւ եթե ես ուժեղ եմ, ուրեմն ես ճիշտ եմ, ուրեմն ես կկարողանամ հասնել իմ ցանկացած նպատակների։ Եվ ինքը սկսում է այդ իմպերատիվ տեսքով այդ ամեն ինչը անել։ Ավելին, երբեմն, երբ որ ծնողները ասում են մեր ընտանիքում բռնություն չկա, նրանք նկատի ունեն ֆիզիկական բռնությունը, բայց երեխաները ավելի զգայուն են հոգեբանական բռնության նկատմամբ։ Եվ կարող է ֆիզիկապես ընտանիքի մի անդամը մյուսին չի ծեծել եւ երեխան դա չի տեսել, բայց ինքը տեսել է, թե ինչպես է թարս նայում, ինչպես է գոռում, ինչպես է տարբեր ձևերով սահմանափակում անձի ազատությունը կամ ազդում նրա վրա, ստիպելով կատարել ինչ-որ մի գործողություն։ Եվ երեխան արդեն հասկանում է, որ կան իրավիճակներ, որի պայմաններում նման վարքագիծը կարող է արդարացված լինել եւ սկսում է դա կրկնօրինակել, որովհետեւ իրենք են ուզում լինել լիզեր, իրենք են ուզում ցույց տալ, որ կարող են, ունակ են եւ այլն։ Շղթայական ագրեսիայի մասին մենք կարող ենք խոսել ընտանիքում։ Շատ հաճախ ֆիզիկական բռնության երեխաներին հենց մայրերն են ենթարկում, ասելով, որ մեկ ապտակով ոչինչ չի լինում, նյարդերս տեղին տվեցին, էլ չեմ դիմանում եւ այլը, ինձ են ապտակել, ինչ կա դրա մեջ։ Սա մշակույթ է, այսպես դաստիարակության կարծրացած ձևավորված, թե այնուամենայնիվ շղթայական բռնության մասին մենք պիտի խոսենք, այսինքն ինքը կինը իր հերթին որոշակի բռնության ենթարկվում է ամուսնու կողմից կամ ընտանիքի այլ անդամների կողմից, ովքեր ընտանիքում ավելի մեծ հեղինակություն ունեն, ինքն էլ իր հերթին դա տրանսֆորմացնում է արդեն երեխայի հանդեպ։ Նայեք, տարբեր սեմինարների ժամանակ, որը ես անցկացնում եմ, երբ որ տեսնում շատ մեծ դիմադրություն կա լսարանում եւ երբ որ խոսում ենք, որ չի կարելի երեխաներին ծեծել, բռնությունը արգելված է, դաստիարակչական լավ մեթոդ չի եւ այլն, նրանք ասում են դե մեզ էլ են ծեծել, մենք էլ ենք այդ ծեծով դաստիարակվել, խիվատ ենք դաստիարակվել, ասում դուք հիմա համեմատում եք ձեզ անհայտի հետ, որովհետեւ դուք չգիտեիք թե ինչ կմեծանա, եթե ձեզ չծեծեին եւ ձեր թևերը չկոտրեին ժամանակին։ Բայց որպեսզի այդ մարդկանց դիմադրությունը այլևս չլինի այս սեմինարի ժամանակ, ես ասում եմ շատ լավ, ասում եմ դուք բավականին տարիքով մեծ մարդ եք, հիմա պատկերացրեք դուք մտնում եք տուն եւ տեսնում եք ոնց է ձեր տղան ծեծում ձեր թոռանը։ Այն թոռանը, որին անհարմար շատ եք սիրում, անհամեմատ բոլորի հետ կապված, ասում եմ ոնց թե իմ տղան իմ թոռանը ծեծի, թույլ չեմ տա։ Ասեմ շատ լավ, նայեք, երբ որ ես խոսում եի ձեր երեխաների մասին, դուք ասում եք դե հա ստացվել է եղել է, ասում եմ, բայց հիմա ձեր տարիքից ելնելով, ձեր թոռան փոքրությունից ելնելով, դուք արդեն դա դիտում եք որպես անթույլատրելի երևույթ։
ասում եմ միգուցե պետք էր անցներ ինչ որ փուլեր զարգանալ եւ գալ այն գիտակցությանը, որ երեխային ծեծել պետք չէ։ Ավելին մենք եղել ենք փոքր, երեխան մեծ չի եղել, հետևաբար մենք պետք է հասկանանք երեխային, այլ ոչ թե երեխան մեզ։ Եվ երբ որ ծնողները ասում են դե 10 անգամ ասեցի ինքը չի հասկանում, դրա համար խփեցի, դա նշանակում է, որ ծնողը սխալ է երեխայի հետ այդ պահին խոսում։ 7 անգամ ասել չի կարելի, 8-րդ անգամ քեզ քանի անգամ ասեմ չի կարելի եւ դա կրկնել եւս 3 անգամ, երեխայի մոտ ոչինչ չփոխվեց։ Հոգեբանության մեջ կա շատ լավ մեթոդ՝ պարաֆրազ, այսինքն վերաձևակերպել նախադասությունը եւ եթե երեխան ինչ-որ մի բան չի հասկանում, ապա պետք է դա փոխել այնպես, որպեսզի երեխայի համար դա լինի ընկալելի լեզվով, որ ինքը ոչ թե զարմացած նայի եւ փորձի հասկանալ ինչու չի կարելի, այլ ինքը միանգամից այդ ինչուն հասկանա եւ ինքը չուզենա դա անել։ Ինչ վերաբերվում է բռնությունների կրկնման, այո, բռնությունները կարող են կրկնվել եւ մենք ստեղ ունենք ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական կրկնման վտանգ, ինչ է դա նշանակում։ Ուղղահայացի դեպքում, երբ որ երեխան արդեն սկսում է ընկալել բռնությունը որպես միջոց բոլոր հարցերը լուծելու համար, ինքը այդ բռնությունը տեղափոխում է բակ, տեղափոխում է դպրոց, տեղափոխում է մանկապարտեզ, հետագայում մենք տեսնում ենք բռնություն բանակում եւ այլ միջավայրում, այսինքն դա դառնում է իր համար մի գործիք, որով ինքը լուծում է իր բոլոր հարցերը։ Իսկ երբ որ մենք խոսում ենք ուղղահայաց բռնության մասին, դա նշանակում է, որ ինքը սկսում է փոխանցվել նոր ստեղծվող ընտանիքներ, օրինակ, եթե ինքը տեսել է իր ծնողական ընտանիքում բռնություն, ինքը կարող է դա վերարտադրել նաև իր ընտանիքում։ Եվ երկրորդ դրսևորումը, երբ որ ինքը հետագայում սկսում է այդ բռնությունը գործադրել իր ծնողների նկատմամբ։ Ինչու, որովհետև երբ որ ինքը դեռ երեխա էր եւ ֆիզիկապես ծնողներն ավելի ուժեղ էին, նրանք կարողանում էին այդ բռնությունը գործադրելու միջոցով նրա կամքը կոտրել, իրականացնել այն, ինչ որ իրենք էին ցանկանում։ Պատանեկան հասակում արդեն ինքը հավասարվում է ֆիզիկապես իր ծնողների հետ եւ սկսում է ծնողի ձեռքը բռնել, երբեմն հրել այդ նույն ծնողին, այսինքն դիմադրել այդ նույն բռնության գործադրմանը։ Եվ ժամանակի ընթացքում, երբ որ այդ ծնողը ֆիզիկապես ավելի թույլ է դառնում, տարեց է դառնում, իսկ անձը արդեն ավելի ուժեղ է, ավելի ֆիզիկապես ամուր է, ինքը սկսում է այդ ամեն ինչը իրականացնել իր ծնողի նկատմամբ։ Դա կարող է նույն ֆիզիկական բռնություններով դրսևորվել, կարող է իրականացվել ընդհանուր միջև սպանության, որտեղ մեր գործնականում այդպիսի դեպքեր ենք ունենում, ավելի տարեցների պարագայում նրանք անհամեմատ շատ են ամանչում դա բարձրաձայնելուց։ Ինչու, որովհետև հասարակությունը առաջինը իրենց է հենց մեղադրում եւ ասելով քո երեխան է, ուրեմն չես կարողացել նորմալ դրսևորել, դաստիարակել, կարողանալ դարձնել իրեն մարդ։ Եվ իրենք լռում են տարիներով շատ դեպքերում, ինչու որովհետև չեն ուզում ոչ իրենք պիտակավորվեն, ոչ էլ խոսել առհասարակ դրա մասին։ Դրա համար միշտ պետք է հիշել, որ բռնությունը ծնում է բռնություն արտահայտությունը, դա պատահական չի ասված։ Եվ եթե բռնությամբ պատասխանում են բռնությամբ, ապա դա ունենալու է նաև շարունակություն։ Պարոն Թոմասյան, Հայաստանում հաճախ է հանդիպում նման դեպքերի, արդյոք ձեր փորձը ինչ է ցույց տալիս, երբ երեխան ծեծի կամ բռնության է ենթարկում իր տարեց ծնողին, կարծես թե մեր հայկական, այսպես ասած, մտածելակերպին հակասական իրավիճակ է։ Ցավոք սրտի նման դեպքեր լինում են, իհարկե լատենտայնությունը շատ բարձր է, ես արդեն ասեցի, որ չեն դիմում, բայց երբ որ մասնավորապես հասնում է սպանությունների կամ ծանր վնաս պատճառելուն, նման դեպքեր այո լինում են։ Տարիներ առաջ շատ զարհուրելի մի դեպք էր եղել, շատ հայտնի մի ճեմարանի ուսուցչուհուն էր սպանել իր որդին, 25-ամյա որդին, եւ բոլորը ապշած էին, որովհետեւ իրենք գիտեն, որ այդ կինը շատ լավ մանկավարժ է, ինքը շատ լավ սերունդ է դաստիարակել եւ անգամ իր նախկին աշակերտներն էին շատ դրական նրա մասին արձագանքում, բայց ինքը չէր կարողացել դաստիարակել իր երեխային։ Եվ երեխան բանակից հետո, տղա երեխան բանակից հետո վերադառնալուց հետո չկարողանալով գտնել աշխատանք, զբաղվելով խաղամոլությամբ, թմրամոլ դառնալով, ինքը հերթական վիճաբանության ժամանակ սպանեց իր մորը։ Եվ ավելին շատերը ոչ էլ տեղյակ էին դրա մասին, որ նման կոնֆլիկտ կա այդ ընտանիքում, որովհետև կինը առաջինը ամանչում էր հենց իր սոցիալական կարգավիճակից եւ ասում էր ես հայտնի մանկավարժ, ես ընդունված անձ եւ ներկայդրությամբ պետք է բարձրաձայնեմ նման մի խնդրի մասին, որը որ բացարձակապես ինձ հարիր չէ։ Եվ դրանով է պայմանավորված, որ երբ որ մենք խոսում ենք ընտանիքի ներսում բռնի դրսևորումների մասին, այն ինչ հետևանքներ դա կարող է առաջանալ, երբեք ոչ մեկ չի կարող ասել։ Մենք ունեցել ենք նաև իրավիճակներ, երբ որ այդ նույն բռնությունը
հանգեցրել է աֆեկտի ձևավորման եւ տուժողը, որը պարբերաբար տարիներ շարունակ ենթարկվելով բռնության, մի օր ընկել է այդ աֆեկտիվ վիճակի մեջ, այսինքն հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է ընկել եւ ամուսնու զենքով սպանել է իրեն։ Այսինքն բոլորը իմացել էին սպանության դեպք, որ կինը սպանել է ամուսնուն, բայց այդ դեպքը եղել է տևական ընտանեկան բռնության արդյունք, երբ որ կինը լռել էր, իր մոտ կումուլյատիվ աֆեկտ էր եղել, այսինքն կուտակվել էր այն աստիճան, որ ինքը արդեն դիմել էր նման պաշտպանության։ Եվ սա ներմացուցիչ հանգամանք է։ Միանշանակ մեղմացուցիչ հանգամանք է, բայց բոլոր դեպքերում կարելի է այդ ամեն ինչից խուսափել, թույլ չտալով, եթե հասարակությունը չլիներ անտարբեր, եթե այն բոլոր մարդիկ, որոնք որ լսել են այդ բռնության մասին, տեսել են բռնության տարբեր դրվագներ, ինչ որ մի պահի դիմեին եւ ասեն։ Ավելին ասեմ, վերջի տարիների ընթացքում, երբ որ տեսնում են երեխաների նկատմամբ բռնություն, միգուցե օրինակ չափահասների պարագայում այդքան ակտիվություն չեն դրսևորում, բայց երեխաների նկատմամբ բռնության դեպքերում անում են բջջային հեռախոսները, տեսաձայնագրում են եւ սկսում են այդ տեսաձայնագրությունը կամ ուղարկել իրենց ծանոթ ոստիկաններին, սոցաշխատողներին, քննիչներին կամ անգամ տարբեր համացանցային խմբերում են ներկայացնում, ասելով ժողովուրդ, այսպիսի դեպք եմ տեսել, ինչ կարող եմ անել, բացի դրանից նաև բավականին մեծ դերակատարում ունի նաև այդ ինքնապաշտպանական մեխանիզմը։ Երեխաները իրենք են զարգացել եւ մենք անգամ անցյալ տարի ունեցել ենք մի դեպք, երբ որ 13 տարեկան աղջկա այսպես ասած շատ հետևողական եւ ճիշտ քայլերի հետևանքով կարողացան հայտնաբերել մի երիտասարդի 25 տարեկան, որը որ համացանցով պայմանավորվում էր մանկահասակ աղջիկների հետ հանդիպելու նպատակով, բայց այդ աղջիկը եւ խոսած այդ անձի հետ եւ զանգեց ոստիկանություն եւ ասեց ինքը ինձ կանչում է այսինչ արձանի մոտ հանդիպելու, ես չեմ կարողանում գնալ, բայց ինքը սենց առաջարկ է իրականացրել եւ ոստիկանների հետ միասին կարողացան այդ անձին ձերբակալել։ Եվ այս աղջիկը ոչ միայն ինքը իրեն է պաշտպանել, այլև պոտենցիալ այլ զոհեր իհարկե։ Պարոն Թոմասյան, տեսեք, մենք ունենք մտածելակերպ այլ ընտանիքի կոնֆլիկտներին չեն խառնվում։ Խառնվում ենք միայն բամբասանքի մակարդակում, հետաքրքրվում ենք նրանց անձնական կյանքով, ավտոմեքենայի մակնիշը փոխեց թե չէ, հարս-կեսուր փոխհարաբերություններ, երբ իսկապես օգնության կարիք են ունենում, շատերը խուսափում են ասելով, որ դա իրենց ընտանիքն է, նույնիսկ բռնության պարբերաբար ճչոցներ ու ձայներ են լսում, միևնույնն է չեն միջամտում։ Սա նաև պայմանավորված է բազմիցս դեպքերով, երբ հարևանը, ծանոթը, մեկ այլ անծանոթ մարդ տեսնելով ինչպես է ամուսինը օրինակ ծեծի ենթարկում կնոջը, փորձում է միջամտել, հետագայում կինը պաշտպանում է ամուսնուն։ Այսպիսի դեպքեր էլ են շատ, ինչով է սա պայմանավորված այդ զոհի հոգեբանությամբ, որովհետև նա շարունակում է վախենալ, որովհետև ամուսնուն չեն պատժի, թե սա մտածելակերպ է։ Շատ հաճախ իրենք զոհեր ամուսնալուծվելու, փախնելու հնարավորություն են ունենում եւ չեն օգտվում դրանից։ Նման վարքագիծ դրսևորելու պատճառները շատ են, անգամ նաև Ստոկհոլմյան համախտանիշի դրսևորման տեսքով, երբ որ դա արդեն անհրաժեշտություն է դիմել մասնագետների, իհարկե ինքը սիրահարվում է այդ անձին, ինքը չի պատկերացնում իր կյանքը առանց այդ անձի, ինքը իրեն է մեղադրում իր հետ կատարվածի հետ, բայց կան նաև շատ կենցաղային, տնտեսական, սոցիալական բազմաթիվ պատճառներ։ Օրինակ անձը չի կարող գնալ, որովհետև կան երեխաներ, իսկ ինքը չունի հնարավորություն այդ երեխաներին պահելու եւ դրա համար դիմանում է այդ բոլոր սոցիալական կապվածություն կամ երբ որ դա պայմանավորված է տարբեր տեղեկություններով, որը գիտի ամուսինը իր մասին եւ փորձում է շանտաժի միջոցով պահել իր կողքին, ասելով եթե դու գնաս կամ կատարես ինչ-որ նման քայլ, ես դա կհանրայնացնեմ, խայտառակ կլինես, կտեսնես, որ որևիցե արդյունքի դու չես հասնելու եւ բացի դրանից կա շատ կարևոր մի գործոն, ընտանեկան բռնությունը ինքը ունի հատուկ փուլեր եւ այդ ցիկլայնությունը ինքը պարբերաբար կրկնվում է։ Սկզբից այդ ամեն ինչը սկսվում է առաջին փուլի տեսքով, երբ որ մենք ունենք ընդամենը թեթև բռնարարքներ, վերբալ, նման վարքագիծ, հետո տեղի է ունենում համապատասխան այդ պորտկումը, կոնկրետ այդ բուռն դեպքը, միջադեպը, որի շրջանակներում ընդհանուր ծանր վնասվածքներ կարող են առաջին տակը։ Այո, դա երկրորդ փուլն է։ Երրորդ փուլը դա արդեն զղջման փուլն է, որից հետո երբ որ արդեն կրքերը մի փոքր հանդարտվում են, նույն բռնություն գործադրած անձը ինքը մեղայականով է ներկայանում, զղջում է, նվերներ է տալիս, շատ ճոխ վերաբերվում, վարքագիծ
եւ բռնության ենթարկված անձը ինքը մտածում է միգուցե փոխվել է, միգուցե ուղղվելու է, բայց ինքը միջև այդ վատը չէ լինի, այո, ես հույսով եմ ամեն ինչ շատ լավ կլինի եւ որպես կանոն ներում են այդ բռնարարներին եւ դրանից հետո գալիս է ճակերտավոր մեղրամիսը, որը կարող է տևել ամիսներ, կարող է անգամ տարի տևել, բայց կամած այդ նույն ագրեսիան կուտակվելով, այդ ներքին կոնֆլիկտները բարդանալով նորից մի օր հանգեցնում են այդ նույն ցիկլի կրկնման եւ ամեն անգամ նման իրավիճակ է լինում։ Ավելին տվյալ իրավիճակում արդեն երկրորդ անգամ անձը զղջման համար սկսելու է կիրառել այլ մեթոդներ եւ եթե օրինակ նախկինում ինքը շատ փչնչին ինչ որ գործողություններ է կատարել, փոքր նվեր, փոքր վերաբերմունք, այստեղ արդեն նվերների քանակն է ավելանում կամ արժեքը փոխվում է արդեն իր խոստումները, որ ել չեմ խմելու, կտեսնես, որ հեսա կթարգեմ, այսինքն ավելի գլոբալ ճակերտավոր զողովությունների է գնում կամ քայլերի, որի շրջանակներում արդեն անձը նորից սկսում է իրեն հավատալ, նորից որոշակի ժամանակ տեղի ունենում է այդ խախանդ ապրելու հնարավորությունը եւ մի որոշ ժամանակ ամեն ինչը նորից Պարոն Թումասյան, ինքը բռնարարը, երբ բռնության է դիմում եւ չի էլ բացառվում, որ իսկապես սիրելի կնոջը ծեծի է ենթարկում, հետո զղջում է եւ հետո կրկնում է իր բռնության արարքը, սա ինչ է, ինքը իրեն չի կարողանում տիրապետել, ինքը իսկապես չի կարողանում բռնության այդ բռնկմանը, բռնության ենթարկելու վերահսկել, այդպես չվարվել։ Միգուցե սա ինչ որ հիվանդություն է, սա ինչ որ ծայրահեղ մի վիճակ է, որ ինքը հենց մարդը արդեն բուժման կարիք ունի, որովհետեւ զղջալ հետո կրկնել սա մի քիչ անառողջ է արդեն։ Այդ դեպքերը շատ տարբեր են եւ միատեսակ մոտեցման չեն կարող ասել, դա կարող է լինել եւ որոշակի հոգեբուժության տիրույթում եւ առանց դրա, այսինքն մենք չենք բացառում, որ նաեւ հոգեպես առողջ անձը կարող է այդպիսի վարքագիծ դրսևորել կյանքի տարբեր պայմաններից ելնելով։ Բայց այստեղ ամենակարևորը հետեւյալն է, որ անկախ նրանից թե այդ բռնությունը ինչպես է կիրառվել, ինչ պայմաններում ու նկատմամբ, եթե մենք ստեղ ունենում ենք ականատես երեխա, այդ ականատես երեխան մեխանիկորեն համարվում է բռնության ենթարկված, որովհետև թե մեր օրենսդրությամբ, թե նաև միջազգային օրենսդրությամբ երեխան, որը ականատես է բռնության, ինքը համարվում է բռնության ենթարկված անձ, որովհետև տրավման, որը ինքը ստանում է այդ տեսարանից, նույնն է, ինչ որ տրավման, որը որ կստանար իրեն հարվածներ հասնելուց։ Ավելին պրակտիկայում բռնության ենթարկված ականատես երեխա է համարվում ոչ միայն այն երեխան, որը վիզուալ տեսել է այդ բռնությունը, այսինքն իր աչքի առջև է հայրը ծեծել մորը, այլ նաև այն դեպքերը, երբ որ ինքը լսել է այդ բռնության մասին, օրինակ ինքը խաղում էր մի սենյակում, կողքի սենյակում տեղի էր ունենում բռնությունը եւ ինքը լսում էր գոռոցներ։ Երբ որ ինքը տեսել է այդ բռնության հետևանքները, օրինակ կապտուկ, արյունազեղում, չգիտեմ, այլ վնասվածքներ ծնողի մարմնի վրա, եւ չորրորդը, երբ որ ինքը տեսել է այդ բռնության հետքերը տան պայմաններում, օրինակ կոտրված կահույք, պատառոտված շորեր, ջարդրտված, թափրտված ինչ-որ իրեր եւ այլն, այդ բոլորը իրան մոտ նույն տրավմատիզացիան են առաջացնում։ Դրա համար այստեղ միշտ պետք է հիշել, որ եթե անգամ ընտանիքում կա կոնֆլիկտ եւ կոնֆլիկտի կողմերը հանդիսանում են ծնողները, իրենք երեխայի ներկայությամբ այդ կոնֆլիկտը իրականացնելով նրանք բռնություն են գործադրում իրենց երեխայի նկատմամբ։ Եվ անգամ այդ հանգամանքը արդեն բավարար է, որ մենք խոսենք երեխայի պաշտպանության անհրաժեշտության մասին։ Դեպքերից մեկով ինչ էր տեղի ունեցել, երեխան ականատես է լինում, թե ինչպես հայրը պարբերաբար խմած վիճակով, երբ որ վերադառնում էր տուն, տարբեր պատրվակներով բռնություն էր գործադրում իր կնոջ նկատմամբ, այսինքն երեխայի մոր նկատմամբ։ Վերջի բռնության դեպքը տեղի էր ունեցել այն պատճառաբանությամբ, որ երբ որ ինքը խմած եկել էր եւ ընկել էր բազմոցի վրա, կոշիկները չէր հանել, իսկ կինը կոշիկները չէր հանել եւ ինքը տես կոշիկներով քնել էր։ Եվ առավոտյան երբ որ զարթնել էր, դա դարել էր պատճառ, որպեսզի դա լինի վիճաբանություն։ Երեխան պատուհանից այդ երեկոյան նայել է այնքան ժամանակ, մինչև որ հայրը վերադարձել է, հենց ինքը մտել է ներս, ինքը այդ իր հողաթափերը ձեռը կանգնած սպասում էր, որ պապային դիմավորի։ Եվ հայրը իհարկե դա ասեց, մնայեք ինքը ինչ լավ երեխա, ինքը իմ մասին մտածում է, բա աղջիկը տենց է կմտածի, բայց իրականում սա արդեն տրավմայի հետևանք է, որովհետև երեխան ենթարկվել էր տրավմայի, եւ տեսնելով իհարկե ինքը տեսնելով, որ դա բռնում է բռնության, ինքը ցանկանում է կանխել հետագա բռնության գործադրումը իր մոր նկատմամբ։ Մենք անընդհատ օրինակներում ասում ենք ամուսինը ծեծի ենթարկեց կնոջը, հակառակը լինում է հայկական իրականում։ Այո, մենք ունենք անգամ նաև մեղադրական դատավճիռներ եւ ունենք նաև հաշվառված կանայք, ովքեր որ բռնություն են գործադրել իրենց ամուսինների նկատմամբ։ Հոգեբանական բռնություն թե ֆիզիկական։ Ներառյալ նաև ֆիզիկական։ Ծեծում են ամուսին։ Այո,
Իսկ ինչու եք զարմանում։ Որ կարողանում են։ Նայեք, եթե մենք հիմա համեմատենք Ռուսաստանի Դաշնության հետ, այնտեղ նման դեպքերը անհամեմատ ավելի շատ են։ Եվ տվյալ պարագայում միգուցե թվում է, որ տղամարդը ֆիզիկապես ավելի ուժեղ է, բայց լինում են իրավիճակներ, երբ որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այդ տղամարդը չի կարողանում Դա պաշտպանել։ կարող է լինել հաշմանդամ, գինով ցած։ Իհարկե, տարբեր իրավիճակներից ելնելով։ Ավելին, եթե գլոբալ ենք այսքան նայում հարցը, ընտանեկան բռնությունը երբեք չի սահմանափակվում ամուսինների կամ ծնող երեխաների հարաբերությամբ։ Ընտանեկան բռնության դեպքում բռնությունը կարող է գործադրվել ընտանիքի ցանկացած անդամի կողմից, ցանկացած անդամի նկատմամբ։ Մենք ունենք գործնականում դեպքեր, երբ որ ոչ միայն ամուսիններից տղամարդն է կնոջը ծեծում, այլ նաև ամուսիններից կինն է տղամարդուն ծեծում, ոչ միայն երեխան է ծեծում ծնողին եւ ծնողը ծեծում երեխային, այլ նաեւ տատիկ-պապիկն են ծեծում երեխային կամ երեխան ծեծում է տատիկ-պապիկների։ Մենք ունենք բռնության դրսևորումներ քույր-եղբայրների միջև։ Մենք ունենք բռնության դրսևորումներ ամուսնու ծնողների կողմից կամ իրանց նկատմամբ հարսի փեսայի հանդեպ եւ հակառակը։ Այսինքն այդ բոլոր իրավիճակները մեր առօրյա պրակտիկայում եւ նաեւ քրեական վարույթների շրջանակներում արձանագրված են։ Պարոն Թումասյան, շատերը հիմա մեկնաբանություններում կգրեն հայկական իրականությունում նման բան չի լինում, դա հայեցի չէ, բավական է փորձեք ցեղ շպրտել մեր ազգային արժեքների վրա։ Ուզում եմ ասել, որ բռնությունը միշտ եղել է եւ այն ազգային մտածելակերպի առավել եւս արժեհամակարգի հետ որևէ աղերս չունի, Ես պարոն։ ավելացնեմ ավելին, նման անձանց ես միշտ խորհուրդ եմ տալիս բացեն Մխիթար Գորշի դատաստանագիրքը եւ անգամ միջնադարում տեսնեն, թե ինչպես մեր հայտնի անձինք դատաստանագիրք ստեղծելով նշել են այնտեղ, որ ընտանեկան բռնությունը գոյություն ունի եւ երբ որ բռնությունը կիրառվում է երեխայի նկատմամբ, կնոջ նկատմամբ կամ ընտանիքի մեկ այլ անպաշտպան անդամի նկատմամբ, դա պետք է լինի անհամեմատ ավելի խիստ։ Ավելին, այդ մոտեցումը ինքը պատահական չէ, որովհետև այն ժամանակվա օրենքները նույնպես գրվում էին իրականությունից եւ թե դատաստանագրքում, թե նաև դրանից հետո ընդունված տարբեր փաստաթղթերում միշտ կարմիր գծի պես գնում էր թե երեխաների, թե կանանց պաշտպանությունը, առավել եւս ընտանիքի պարագայում, որում իրենք պետք է լինեն ավելի պաշտպանված, որովհետև նույն հայկական մենտալիտետի մեջ եւ նույն քրիստոնյա անձանց պարագայում ընտանիքը դա այն միջավայրն է, որտեղ պետք է լինի սեր, պետք է լինի հարգանք եւ փոխհարաբերությունները պետք է ձևավորված լինեն իրեր հասկանալու եւ հանդուրժելու վրա, այլ ոչ թե բռնության պարագայում։ Եթե այո, ընտանիքը այն միավորն է, որտեղ բոլորը միմյանց սիրում են, հարգում են, հասկանում են, այնտեղ բռնությունը որևիցե հետք չունի, բայց եթե արդեն այդ ընտանիքում կա բռնություն, դա ընտանիք կոչելը շատ բարդ է։ Շնորհակալություն զրույցի համար եւ տեղեկատվության համար։ Այսօրվա լավ լուրերից մեկը այն կարող է լինել, որ բուլինգը այլևս օրենքով նախատեսված է եւ ենթադրում է որոշակի պատիժներ եւ հուսանք, որ հետագայում մնում է միայն համակարգ ձևավորել եւ իգործս դնել այս կարգավորումը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Բռնություն օգտագործող մարդը ի վերջո պիտի հասկանա, որ եթե այսօր դու բռնության ես դիմում, անկախ նրանից թե որ դրսևորմամբ դա կլինի հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական, վաղը զոհը լինելու ես դու։ Դա անխուսափելի է։ Մնացեք խաղաղությամբ, հանդիպելու ենք նորից առայժմ։